Սառցե շերտերի մեջ կարմիր համազգեստով լողորդները հատուկ հնարքներ են ցուցադրում։ Էքստրեմալ սպորտի սիրահարները ճապոնական ծովում սառցե պար են բեմադրում։ Թռչնի թռիչքից արված այս կադրերը բացահայտում են ճապոնական ծովի գլխավոր նավահանգիստներից մեկի Վլադիվոստոկի ձմեռային շքեղ տեսարանները։ Այդպիսի մի տեսարան էլ սառը թերապիայի սիրահարները Չինաստանի Իչուն քաղաքում են գտել։ Սկզբում տատանվում էի առաջ գնալ, թե չէ, քանի որ վախենում էի, որ կարող է անվտանգ չլինել։ Բայց համարձակություն գտա, էմոցիաները աննկարագրելի են։ Գետում լողալու ժամանակ մարդիկ նմանվում են տերևի։ Շատ թեթև են ու առանց քաշի։ Սեփական ծանրությունը չզգալու, սթրեսից ազատվելու համար են աշխարհի տարբեր երկրներից այստեղ եկել մարդիկ, պատրաստ հաղթահարելու անմարդկային ցուրտն ու բուքը։ Սառը ջրերում լողալը շատ տարածված է հատկապես Անտարկտիդայում և Հյուսիսային Եվրոպայում։ Ոգևորված եմ այդ մշակույթը այստեղ ևս տեսնելով։ Իչունում սառը թերապիայի խենթ միտքը առաջինը Լինսինի գլխում է ծագել։ Այդպես նա մեծ թվով տուրիստներ է բերում իր քաղաք։ Ջրի մեջ պարկած, աներևակայելի լուր, միայն ջրի շշուկն է լսվում։ Անվտանգության պարանին ամրացված գոտիները, տաք ջրակայուն հագուստները թույլ չեն տալիս վախենալ, թրջվել և զգալ ուժեղ ցրտի ճնշումը։ Գետում միայն սեփական շնչառությունն ու ջրի շշուկն են լսում այստեղ եկած մարդիկ։ Ես ինձ լիովին հանգիստ եմ զգում այստեղ, ամեն ինչ այնքան անվտանգ է։ Անպայման այստեղ կբերեմ իմ ընկերներին, որպեսզի նրանք իրենց աչքերով տեսնեն սա և զգան այս խելահեղ զգացողությունը։ Խելահեղ զգացողություններից հետո ափ են դուրս գալիս, մի բաժակ տաք թեյ խմում ու մոռանում, որ ընդամենը վայրկյաններ առաջ ջրի գոլորշին օդում սառույց էր դառնում։ Աննա Գյուլնազարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։